Մարտի 29-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Ծաղկազարդի տոնը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է Մանուկների օրհնության օր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում առավոտյան ժամերգությունից հետո հայոց հայրապետի հանդիսապետությամբ մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն եւ Մանուկների օրհնության կարգ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայրաթորում համախմբված բազում մանուկներին։ Բահյա, պահպանյա եւ օրհնյա, զման քրիս քոնթովանյա սուրբ եւ պատվական խաչիվտ քոյ խաղության։ Բրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ շտամբյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել Մանուկների օրհնության արարողությունից հետո Անդաստանի ընթացքում օրհնված ուռեն ու ճյուղերը բաժանեցին մարդկանց։ Հայրապետը երեխաներին խաչեր ընծայեց։ Էջմիածնում ենք ապրում ու այսօր Ծաղկազարդեր, դրա համար եկել ենք եկեղեցի, որ օրհնվենք։ Իմ համար լավ բան եղավ, որ մենք եկանք ստե հանգիստ մեր այսօր տոնն է, այսօր Ծաղկազարդ է։ Մանուկների օրհնության օրը շատ ինձ համար հուզիչ եւ գեղեցիկ արարողություն է, որը կատարում է Ծաղկազարդին։ Շատ ենք սիրում այդ տոնը, դրա համար միշտ հաճախում ենք պարտադիր, որ օրհնվեն մեր մանուկները։ Երևանից եմ եկել իմ թոռնիկների հետ Ծաղկազարդին մասնակցելու համար։ Այդ սուրբ օրը մենք միշտ նշում ենք։ Տատիկը առաջարկեց, ես որ սիրում եմ Ծաղկազարդ տոնը, մտածեցի չհրաժարվեմ։ Միացնաեջ մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ հայ եկեղեցին տոնում է Սուրբ Զատկից 1 շաբաթ առաջ։ Այս մասին պատմում են բոլոր 4 ավետարանիչները։ Աստվածորդին քաղաք էր մտնում ավանակին նստած որպես խաղաղության իշխան։ Մարդիկ ընդառաջ ելնելով փռում էին Քրիստոսի առաջ իրենց հագուստները, արմավենու եւ ձիթենու ճյուղերը, շարունակ օրհնաբանելով. Ովսաննա, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Տիրոջ մուտքը փառաբանող արմավենու ճյուղերով նրան դիմավորող ժողովրդի մեջ ըստ ավետարանական նկարագրության ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր։ Դա է պատճառը, որ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնին հայոց եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում։ Մեծ պահքի ընթացքում կիրակնօրյա պատարագներին խորանը փակ է լինում։ Ծաղկազարդի առիթով է բացվել տաճարի վարագույրը։ Պատարագիչն էր Մայրաթորի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին նշեց. Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու եւ խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև հավատարմությունն Աստծուն եւ մեր հայրերի թողած հարուստ ժառանգությանը։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, շատ կարևոր է, որ մենք դառնալով ինքնատիպ Երուսաղեմ մեր սիրտը եւ հոգին մաքրենք ամեն ախտեղի բաներից, մեղքերից, ազատվենք զանազան կախվածություններից, որպեսզի Աստված գա եւ բնակվի մեր սրտի մեջ։ Իսկ երբ Աստված բնակվի մեր սրտի մեջ, մեր կյանքը ամբողջովին կփոխվի։ Մեր չափորոշիչները, մեր չափումները այս կյանքի կփոխվեն, որովհետև մեր կյանքի կիզակետում կլինի Աստված, մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ այսօր հաղթական մտավ Երուսաղեմ, օրեր հետո պիտի նրան մատնեն, պիտի չարչարվի, պիտի խաչվի, բայց մենք քրիստոնյաներս հաստատ գիտենք, որ լույսը հաղթելու է խավարին։ Ուրեմն եկեք միասին լինենք այդ Երուսաղեմը, սրտաբաց, առանց մեղքերի, որպեսզի Աստված գա, անցնի մեր միջով եւ իր շնորհներով մեզ զարդարի։ Շնորհավորում եմ բոլորի Ծաղկազարդի այս տոնի առիթով, մաղթելով, որ Տերը եւ նրա օրհնությունը անպակաս լինի ձեր կյանքից, ամեն։
Սուրբ Պատարագի ավարտին ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Մայր տաճարի բակում հայոց եկեղեցու գահակալի օրհնությանն էին սպասում բազմաթիվ մանուկներ։ Հայրապետը օրհնություն բաշխեց Ծաղկազարդի առիթով մայրաթոռում հավաքված մարդկանց։ Ուխտավորների հոսքը միացնայեջ տաճար շարունակվեց մինչև երեկո։ «1830-ականներին Արևմտյան Հայաստանի Բայազեդ քաղաքից գաղթած հարյուրավոր հայ ընտանիքներ հաստատվում են Սևանա լճի ավազանում, հիմնադրելով նոր Բայազեդ քաղաքը։ Ավելի ուշ այն ստանում է Գավառ անունը։ Քաղաքի սրտում է գտնվում առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցին, այն կառուցվել է դժվարին ժամանակներում, նոր Բայազետի թեմի առաջնորդ Խորեն վարդապետ Մուրադբեկյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, իսկ առաջին պատարագը մատուցել է կաթողիկոս Ղրիմյան հայրիկը։ Այսօր էլ Սուրբ Աստվածածինը շարունակում է մնալ հավատացյալների սիրած սրբավայրերից մեկը։ Տոնորերի ու մարդկանց հոսքը չի դադարում։ Այսօր էլ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշող տոններ մեծ ու փոքր գավառցիներին մեկտեղ էլ եկեղեցում։ Տոնական պատարագը մատուցեց Գավառի հոգևոր հովիվ Տեր-նշան քահանա Սարգսյանը։ Խորանը զարդարված է ուռենու թարմ ճյուղերով, որոնք պատարագի ավարտին օրհնվեցին եւ բաժանվեցին հավատացյալներին։ Խորանի վրա իր անհանգիստ շարժումներով անմիջապես աչքի է ընկնում եկեղեցու դպրաց դասի ամենափոքր անդամը Դավիթը։ Տղայի համար նոր շապիկ են կարել, որը պատարագից հետո էլ հագից չհանեց։ Սրտադրով սպասում էր, որ պետք է Կիրակիտ բարձրանա խորան։ Հետո ընթացքում էլի տանից գալուց պատարագներին չի ուզում, ճանապարհին ասում չեմ ուզում բարձրանամ, հետո գալիս ենք հենց եկեղեցի սկսում արդեն եթում ավանդատուն, որ բարձրանա խորան։ Ծաղկազարդը սիրված տոներից է, մարդիկ ուրախությամբ են պատրաստվում տոնին, ասես վերապրելով այն ոգևորությունը, որով Երուսաղեմում ժողովուրդը դիմավորում էր Հիսուսին։ Պատարագիչ քահանան իր քարոզում հիշատակելով օրվա սուրբ գրային պատմությունները, հորդորեց մանկան մաքրությամբ, ուրախությամբ ընդունել Տիրոջը։ Սիրելի հավատակից ներկաներ, օրվա խորհրդով վերածնված Քրիստոսին ընդառաջ գնացող եւ իրենց կեսների Հիսուսի ոտքերի տակ նետող մարդկանց պես մենք էլ մեր վրայից նետենք չար եւ օտար սովորությունները։ Ամուր պահենք Աստվածորդ ու հավատքը, որպեսզի կարողանանք Քրիստոսի հաղթական մուտքն ապահովել մեր սրտերից ներս, որպեսզի այս երկրային ժամանակի մեջ ծանրացնենք անժամանակ ունեցող արժեքների նշանը։ Մեր կենցաղավարությամբ, հարաբերություններով և մեր ձեռած գործերով։ Տարիներ առաջ Ծաղկազարդը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվեց մանուկների օրհնության օր։ Այս կարգով տոնն ավելի մեծ գրավչություն ստացավ։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Սուրբ Աստվածածնում մանուկները հավաքվեցին խորանի առջև օրհնություն ստանալու։ Կարգը թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը կատարեց։ Մենք պարտք ունենք ուրեմն անդրադառնալու, թե ինչպես այն ժողովուրդը, որ ովսաննա աղաղակներով դիմավորում էր Քրիստոսին, ուրեմն ինչպես քիչ ժամանակ անց բացականչում է, որպեսզի խաչեն նրան։ Մենք ուրեմն գործ ունենք մարդկային վարքի փոփոխության, փոխակերպության, մակերեսային հավատքի արտահայտության հետ եւ գործ ունենք ուրեմն Աստծո խոնարհության հետ։ Ուրեմն այս իմաստով Ծաղկազարդը պարզապես տոն չէ, պարզ տոն չէ, այլ հերթական անդրադարձի առիթ է, նախ որ մարդկային եւ աստվածային կյանքը ուղեկցվում է եւ փառքով եւ զոհողությամբ,
Երկրորդ, որ Աստված է, որ մեզ ընդառաջ է գալիս նախ եւ առաջ եւ մենք պատասխանում ենք այդ կանչին, կոչին։ Երրորդ, որպեսզի մենք ընդհանրապես Աստված փնտրող մարդը հաստատունություն եւ ամբողջականություն որդեգրի, որտեղ Աստված միշտ անփոփոխ է, Աստված հարաշարժ է, Աստված միշտ փնտրում է ուրեմն մեղավորին, Աստված միշտ իր լույսն է առաջարկում եւ մարդն է, որ շարունակ գայթում է, սպրտում է, տերևաթափվում է, մարդն է, որ շեղվում է իր բուն առաքելությունից։ Եվ այս իմաստով ուրեմն Ծաղկազարդը ոչ ավելորդ անգամ մեզ անդրադարձի առիթ է տալիս։ Ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու բոլոր տոներն էլ որպես հայ քրիստոնյայի շատ կարևոր են եւ շատ ուրախալի է, որ գնալով մենք նաեւ տեսնում ենք, որ մեր Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավատավոր ժողովրդի հոսքը մեծանում է եւ յուրաքանչյուր տոնից հետո մենք տեսնում ենք այդ հավատը եկեղեցու հայ առաքելական եկեղեցու Աստծո այդ մոտեցումը շատ նկատելի է եւ շատ ուրախալի է։ Ամեն կիրակի անպայման մասնակցում ենք պատարագին։ Այսօր էլ ինչպես քահանան ասեց եւ ուրախության խորհուրդ ունի եւ տխրության, բայց իհարկե ուրախության ակնկալիքներով ենք եկել, խաղաղության սպասումով, առողջության, խաղաղության, Աստված բոլորիս հետ լինի, բոլորիս պահապան։ Ամենակարևոր տոներից մեկն է, քանի որ սա տոն է, որը մեզ մոտեցնում է Հիսուսին։ Այսինքն մենք հասկանում ենք, որ զգում ենք Հիսուսի ներկայությունը մեր կյանքում։ Հայր Իսահակը նոր է նշանակվել Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնում, ասում է գավառցիները կապված են եկեղեցուն։ Թեմում ավելի քան 3 տասնյակ եկեղեցի է գործում, 3 կիրակնօրյա դպրոց, 2 սրբատեղի էլ այժմ կառուցվում է Լճաշեն եւ Գեղամավան բնակավայրերում։ Սուրբ Աստվածածինը մեր առաջնորդանիստ եկեղեցին է, փոքրին չեղու հարևանությամբ ունենք Սուրբ Կարապետ եկեղեցին, ունենք դպրաց դաս, ունենք երեխաներ եկեղեցում ծառայող, դուք տեսել եք բավարար չափով մասնակիցների, բայց ես անկեղծորեն պիտի ասեմ, որ մեզ դեռ դա չի բավարարում եւ մենք բոլոր ջանքերը պիտի գործադրենք, որպեսզի դեռ ավելի շատ ավելի ավելանան երեխաները եկեղեցում ծառայող սպասավորող, որպեսզի էլ ավելի ամբողջական, էլ ավելի բոլորանվեր կերպով մենք կարողանանք մեր աղոթերկությունը կազմակերպել։ Բոլոր եկեղեցիներում վաղ առավոտից օրհնվում են նորաբողբոջ ոստերը, առավոտյան ժամերգությունից եւ անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են մարդկանց։ Ողջ օրվա ընթացքում մանուկ եւ մեծ զարդարվում են այդ ճյուղերով, որոնք առատության, բարեբերության խորհրդանիշ են։ Իսկ այստեղ Սուրբ Աստվածածնում հոգևոր դասն ու աստվածաշնչային ընկերությունը ի լրումն այս ամենի նաև հարյուրավոր երեխաների համար աստվածաշունչ մատյաններ եւ այլ նվերներ էին պատրաստել։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Տրթատ արքայի բաց խորանի հարակից տարածքում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս տեղի ունեցավ։ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին էին եկել մայրաքաղաքի ու մարզերի հայորդյաց տների սաները։ Դե ես ապրում եմ Գյումրի քաղաքում։ Հաճախում եմ հայորդաց տուն նկարչության խմբակին, նաև հաճախում եմ գեղագիտական ասեղնագործության։ Մենք Գյումրու հայորդաց տան անդամներս եկել ենք Էջմիածին, որպեսզի նշենք Ծաղկազարդ։ Մենք Էջմիածնի հայորդյաց տան բանտանկարչության դասարանն ենք, ցանկացել ենք պատկերել խմբակային աշխատանք, հրեշտակ, որտեղ յուրաքանչյուրս յուրովի մեր ձեռագրով լրացրել ենք հրեշտակի հագուստը, թևերը եւ լուսապսակի մեջ յուրաքանչյուրս ներկայացրել ենք ինքներս մեզ։ Քրիստոսին եմ նկարում ուրեն ու ճյուղերով Ծաղկազարդի որպես այնց խորհրդանիշ կոմպոզիցիա։ Նկարում եմ Ծաղկազարդը։ Մեր նկարով ուզում ենք մանասենք այսօրվա այս տոնի նշանակությունը։
Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայրաթոռի տարածքում տոնական համերգ տեղի ունեցավ։ Հանդես եկան հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները։ Հայորդաց տների առաքելությունը շատ մեծ է, հատկապես մեր ժամանակներում, որ ոչ միայն կրթություն է տալիս հայորդաց տունը, այլև դաստիարակություն կարելի ասել, որը ստեղծում է արժեհամակարգ, ուղղակի հիացմունք եմ ապրում, որ հայորդաց տներում դաստիարակվում են այսպիսի մարդիկ, դաստիարակվում է այսպիսի սերունդ։ Համերգային ծրագրից հետո սաները հանդիպեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հայրապետը ողջունեց եւ իր օրհնությունը բաշխեց երեխաներին։ Այսօր Հայաստանում գործում է 8 հայորդյաց տուն, որոնցից 4-ը Երևանում, 4-ը մարզերում։ Այս հաստատությունները սկսել են ձևավորվել 1993 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եղած տարիներից։ Սկզբում հայկական բարեգործական ընդհանուր միության հետ գործակցությամբ հետագայում իրենց նպաստը բերեցին նաև անհատ բարերարներ։ Այժմ այս հաստատություններում շուրջ 3000 երեխա է ուսանում, հմտանում են արվեստի, սպորտի, արհեստի տարբեր ոլորտներում լեզուներ են սովորում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը սաները 100 քայլ ընտանեկան աստվածաշունչ խորագրով գիրք նվեր ստացան։ Վերջում հայրապետի շուրջ խմբված լուսանկարվեցին։